Որն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը, երբ նա նույնացնում է Արցախահայերին եւ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին։ Արցախահայերը դեռևս վաղ միջնադարից իրենց բուն հայրենիքում Արցախում պահպանել են իրենց ինքնավար եւ ինքնիշխան գոյությունը, սկսած Խաչենի իշխանությունից, Հասան Ջալալ-Դոլայից մինչև 19-րդ դար կամ մինչև, չգիտեմ, Ղարաբաղի խանություն եւ այլն, այսինքն այդ ինստիտուցիոնալ շարունակականությունը մենք տեսնում ենք, այսինքն Արցախահայերը ինստիտուցիոնալ առումով, վարչակարգական առումով միշտ իրենց ինքնավար գոյությունը պահպանել են։ Իսկ Հայաստանում ապրող ադրբեջանցիները ուղղակի եղել են բնակչության մի մասը, ապրել են տարբեր բնակավայրերում եւ արդեն անկախության շարժումից հետո, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը դուրս են եկել խորհրդային միությունից Ղարաբաղյան շարժման ընթացքում, ուղղակի վաճառել են իրենց գույքը, խաղաղ, հանգիստ թողել գնացել են Արցախահայերին, որոնք խորհրդային միության կազմում ապրել են որպես վարչակարգական ինստիտուցիոնալ միավոր լավին, չի կարելի նույնացնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուղիղ համեմատում ասում է, եթե մենք պահանջում ենք Արցախահայերի վերադարձը, ուրեմն ադրբեջանցիներն է պետք է վերադառնան։ Այդպիսի բան չկա։ Իրանք ընդհանրապես նույնական օրինակներ չեն եւ քաղաքական, գիտական առումով կոռեկտ չի երկու տարբեր միավորներին համեմատել իրար հետ։ Հայաստանում ապրող ադրբեջանցիներին կարելի է համեմատել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի հայերի հետ, որոնք իդեպ էթնիկ զտման են ենթարկվել, այստեղից ադրբեջանցիները հեռացել են խաղաղ, գույք են փոխանակել կամ չգիտեմ, գույքը վաճառել են, հանգիստ թողել հեռացել են, ոչ մեկ իրենց մազին չի կպել։ Իսկ Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում կենտրոնական իշխանությունների ցուցումով, այսինքն էթնիկ զտման են ենթարկել։ Եվ կոնկրետ իմանալով թե հայերը որտեղ են ապրում, այսինքն ձեռքների տակ ցուցակ են ունեցել, ցուցակով գնացել են հայերին իրենց տներում սպանել են, բռնաբարել են, ինչ ասես չեն արել։ Եվ գալով նորից նախնական թեմային Արցախահայերին եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիներին չի կարելի նույնացնել իրար։ Եվ այո, մենք ասում ենք, որ որևէ մեկը մոլորակի վրա չի կարող կասկածի տակ դնել Արցախահայերի վերադարձը Արցախ։ Դա անքակտելի իրավունք է։